Շնորհակալություն Տիկին Խամոյան։ Հարկերի մասով դուք ձևակերպում տվեցիք պետական ռեկերդ, թույլ տվեք ձեր դիտարկումների հետ չհամաձայնվել։ Ես նշեցի մեխանիզմը եւ նշեցի, թե քննչական մարմինը ինչպես է գործում, ինչպես է քննությունը կատարում, ինչպես է պլանավորում։ Եվ այստեղ ամենևին ինչ-որ այլ գերատեսչության վրա ինչ-որ ձեր ձևակերպումներով ասած գցելու խնդիր չկա։ Մենք նաև նշեմ, որ երբ որ մենք ստանում ենք նախնական հաշվարկ, մինչև ստուգում նշանակելը նաև նախնական հաշվարկը ըստ էության մենք ինքներս ենք ճշտում, նաև որոշ դեպքերում ստուգում կատարող կամ նախնական հաշվարկը կատարող պետ տեսուչներին հարցաքննում ենք։ Այսինքն նախաքննական մարմինը իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի պարզի օբյեկտիվ իրականությունը։ Ես նաև չեմ բացառում դեպքեր, երբ որ ես նշեցի արդեն իմ խոսքում, որ նախնական հաշվարկի արդյունքում հետագայում, երբ որ մենք ստուգում ենք նշանակում, ստուգման արդյունքում նաև ունենում ենք այդ սկզբնական այդ թիվը, որ մատնանշվել է նախնական հաշվարկում, ունենում ենք նաև էական տարբերություններ, բայց ես նաև իմ խոսքում նշեցի, որ մենք 10 միլիոն դրամը հազիվ գերազանցող դեպքերով չենք զբաղվում, թեև օրենսդրորեն մենք պարտավոր ենք վարույթ նախաձեռնել եւ ունենք դեպքեր, երբ որ բազմաթիվ դեպքերում վարույթներ չենք նախաձեռնում, սա է մեխանիզմը։ Ես հասկանում եմ, որ այս դեպքերով, երբ որ կոնկրետ քրեադատավարական միջոցներ է ձեռնարկում, որոնք միջամտում են նաև որպես այդպիսին տնտեսվարողի գործունեությունը, ինքը նաև որոշակի դժգոհություններ կարող է գեներացնել։ Եվ այս առումով նաև քննչական մարմնում անկախ նրանից, թե օրենսդրական նվազագույն շեմը 10 միլիոն դրամն է գերազանցում, մենք նաև հիմնականում վեր ենք հանում այն դեպքերը, երբ որ պարտադիր կարգով մենք մեր ստուգման արդյունքներով պարզում ենք, որ իրականում անձը խուսափել է հարկային պարտավորություններից։ Այս մասով սա, ինչ վերաբերում է Միքայել Աճապահյանի հետ կապված դեպքին, Տիկին Խամոյան, նշեմ, որ դուք նշեցիք, որ դատախազը գործ է հարուցել, բայց քրեական դատավարության օրենսդրությամբ դատախազը գործ քրեական վարույթ նախաձեռնելու լիազորություն չունի։ Հասկանում եմ ձեր հարցը, վարույթը նախաձեռնել է քննչական մարմինը։ Այ դուք նշեցիք, որ մի դեպքում տեսել է, որ մյուս դեպքում չի տեսել։ Նշեմ, որ ընդհանրապես օրենքով հաղորդման ընթացքը լուծելու, երբ որ անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, երկու ընթացակարգ գոյություն ունի՝ վարույթ նախաձեռնել կամ վարույթ չնախաձեռնել։ Առաջին դեպքում քննիչը վարույթ է նախաձեռնում, ուղարկում է հսկող դատախազին, որը իր լիազորությունների շրջանակներում կամ արարքի իրավաբանական գնահատականի կամ, չգիտեմ, փաստական նկարագրության հետ կապված լիազորված է փոփոխություն կատարելու վերաբերյալ հանձնարարություն տալ։ Երկրորդ դեպքում վարույթ չի նախաձեռնում, որը հաստատում է հսկող դատախազի կողմից։ Ձեր մատնանշած դեպքում, այդ որ ասում եք մի դեպքում չի նախաձեռնել, դա վարույթ չնախաձեռնելու արձանագրություն չի։ Հետևաբար օրենքի տեսանկյունից քրեադատավարական արգելք չվերացված որոշում արկա չի եղել։ Այսինքն օրենքը երբևիցե այս դեպքում արգելք չի եղել քրեադատավարական, որպեսզի վարույթ նախաձեռնենք։ Վարույթ չնախաձեռնելու արձանագրություն նույնիսկ ձեր մատնանշած դեպքում չի եղել։ Այսինքն օրենսդրական տեսանկյունից որևիցե արգելք չենք ունեցել։ Եվ հաջորդը, քանի որ արդեն իսկ կա դատական ակտ, ճիշտ է, ես տեղյակ եմ, որ դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, ես կներեք, բայց որպես իրավաբան եւ որպես կառույցի քննչական կոմիտեի նախագահ, ես չեմ կարող արդեն իսկ մեկնաբանեմ արդեն դատական ակտով, կարծում եմ դատական ակտի մեջ այդ հանգամանքներին անդրադարձ կարող է եղած լինի եւ ես կոռեկտ չեմ համարում, առնվազն երբ որ հրապարակային դատաքննություն է տեղի ունեցել, եւս մեկ անգամ անդրադառնամ այն հարցերին, որոնք որ պաշտպանության կողմը վստահ է բարձրացրել է այդ հարցերը։ Այս մասով սա, հաջորդը դուք նշեցիք, որ 1 տոննա կոկաինի գործի հետ կապված, որ նախորդ հանդիպման ժամանակ ես նշել եմ, որ այդ գործը առաջիկայում դատան, ես վերահաստատում եմ իմ խոսքը,
Տիկին Խամոյան, Տիկին Խամոյան, ժամկետները գործերի քննության, մեկին նախատեսը քրեական դատավարության օրենսգրքով հստակ է, խնդրեմ պարոն Պուլսյան։ Չեմ խանգարում։ Գիտեք ինչ, որ պահից սկսած, երբ որ ես որպես քննչական կոմիտեի նախագահ ձեզ հստակ օրով, ժամով ասեմ, որ այս պահին գործը դատան է, որ դա լուրջ չի ընկալվի։ Գիտեք, ես նշել եմ առաջիկայում գործը դատան է ուղարկելու։ Ի տարբերություն մյուս հանգամանքների քրեադատավարական օրենսգիրքը սահմանում է ժամկետներ, որը կախված է քրեական հետապնդման առավելագույն ժամկետների հետ, առավելագույն ժամկետների երկարաձգման մեխանիզմներ է նախատեսում է այդ ընթացքում քրեական հետապնդման ժամկետները կասեցնելու ընթացակարգեր, այսինքն վստահ եղեք, որ մենք այդ ժամկետները պահպանել ենք եւ պահպանելու ենք։ Սա մեկ։ Երբ որ ես նշում եմ, որ առաջիկայում նշանակում է քրեադատավարական օրենքով նախատեսված քրեական հետապնդման առավելագույն ժամկետների տիրույթում մենք գործը ավարտելու ենք իմ մատնանշած վախճանով։ Ինչ վերաբերում է, որովհետև ես նաև հագագծեր բացեմ, որովհետև այստեղ նախաքննական գաղտնիք չի, մենք նաև ստացել ենք որոշակի տեղեկություններ այս ընթացքում, որոնք որ եւս մեկ անգամ ապացուցել են կոնկրետ անձի մեղավորությունը ըստ մեզ, ձեռք ենք բերել նաև ապացույցներ, ուղիղ ապացույցներ ընդ որում, բայց նաև քննչական մարմինը ըստ էության նաև իրավական օգնությունների հետ կապված խնդիր կա, որը ըստ էության մեզնից կախված չի այդ իրավական օգնությունների կատարման հանգամանքը, որ պահից սկսած մենք կավարտենք այս ապացուցողական գործողությունները, կսպառենք մեր լիազորությունները, վստահ եմ այս պահին էլ ձեռք բերված ապացույցները բավարար են, որպեսզի իմ մատնանշած վախճանով այդ գործն ավարտի եւ նորից եմ վերահաստատում այդ գործը ունենալու է դատական վախճան։ Այլ ելք պարզապես չկա այդ գործով։ Դուք Տիկին Խամոյան հանգիստ եղեք, այդ գործը գնալու է դատարան։ Դուք նշեցիք նաև գաղտնալսումների հետ կապված, որ գաղտնալսումներ մենք ստացել ենք հաղորդումներ տարբեր դատավարության մասնավոր մասնակիցների կողմից, տարբեր ֆիզիկական անձանց կողմից գաղտնալսումների հետ կապված, երբ որ հաղորդումներ են ներկայացրել, որքան տեղյակ եմ, այդ դեպքերով քննիչը որոշում է կայացրել վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ, ես հիմա չեմ կարող այս պահին ասել վարույթ չնախաձեռնելու արձանագրությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից թե ոչ, որովհետև հնարավոր է իրավիճակ, երբ որ քննիչը որոշում կայացնի վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ, հսկող դատախազը չհաստատի եւ հանձնարարի, որպեսզի վարույթ նախաձեռնվի։ Հիմա ես կոնկրետ այդ դեպքերով չեմ ուզում ընդհանրական ասեմ, բայց նաեւ նշեմ, որ նաեւ նախկինում ենք ունեցել բազմաթիվ այդպիսի դեպքեր, երբ որ անձինք ըստ էության նաեւ հաղորդում են ներկայացրել, որ ենթադրաբար խախտվել է իրենց հեռախոսային նամակագրության գաղտնիության իրավունքը, վարույթ չենք նախաձեռնել եւ դատական կարգով բողոքարկել են եւ որքան տեղյակ եմ նաեւ դատարանը ըստ էության արդյունք չեն գրանցել, ես մոնիտորինգ չեմ իրականացրել այդ դեպքերով, բայց նշեմ, որ նաեւ Տիկին Խամոյան ընդհանրապես քրեադատավարական օրենսդրության մեջ քննիչը ինքնուրույն է եւ այս առումով քննիչը ինքնուրույն է որոշում կայացնում օրենքով եւ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում եւ պատասխանատու է իր կատարած որոշումների համար, հետեւաբար այս առումով քննիչն է որոշում կայացնում վարույթ նախաձեռնել թե չնախաձեռնել։ Այսքանը հարցը կկրկնեք, ինչ հարց։ Տիկին Խամոյան, չգիտեմ այդ հարցին ինչ պատասխանեմ։ Մենք քննություն ենք անում, նախաքննություն ենք իրականացնում։ Այդտեղ նախաքննություն է իրականացվում, գործը գիտեք, որ ինքը հավանաբար տեղյակ եք, որ ինքը հսկայածավալ քրեական վարույթ է։ Հսկայածավալ քրեական վարույթ է, այնտեղ մենք գործ ունենք փողերի լվացման հետ, այդ հանցակազմի հետ գործ ունենք, այնտեղ գործ ունենք խարդախությունների հետ, հարկերը չվճարելուց խուսափելու հետ, այսինքն քրեական վարույթը իր ծավալով աննախադեպ է եւ քրեական վարույթով բազմաթիվ քննչական եւ այլ վարույթային գործողություններ են կատարում, որ պահին
ավարտենք այդ գործողությունները, վստահաբար կորոշվի նաև քրեական վարույթի ելքը։ Այսքանը կարող եմ պատասխանել։